Որտեղից դες այդպիսի տեղեկություն։ Չէ, ոչ պաշտոնական։ Ժամանակը կգա կիմանաք ով կմասնակցի, արտգործնախարարությունից կհայտնեն հավանաբար։ Բայց չմասնակցելու մասին որոշում չկա, պարոն Ռուբինյան։ Ինչի մասն է խոսքը։ Չգնալու այդ ֆորումը։ Ասում եմ, երբ որ ժամանակը գա, դեռ մի քանի օր կա, մինչև դա կտեսնենք ով կմասնակցի կամ չի մասնակցի։ Հա։ Ռուսաստանի հետ կապված վերջին այցից հետո Նիկոլ Փաշինյանի հայ գործարանների հանդեպ համագործակցի քաղաքական համատեքստ ունի, կոնյակի գործարանի հետ կապված, հիմա ջերմուկի գործողեր Ինչ է վերաբացվել։ Ինչ է վերաբացվել։ Դուք ես չեմ տեսել պարոն Սիմոնյանը ինչ է գնացել, բայց ենթադրում եմ, սա զուտ իմ ենթադրությունն է, որ երևի ինպես զայրացել է, որ որոշ հայաստանյան լրատվամիջոցներ իրենց տերերի հրահանգով փորձում են ստեղծել մի տպավորություն, թե իբր ինչ-որ տնտեսական խնդիրներ կան, ոչ մի խնդիր չկա, հանգիստ եղեք։ Դե մի վարքան, ես էլ ձեր հարցին պատասխանեցի։ Դե ասեցի չկա։ Բացարձակ։ Այստեղ էլ դա շարունակվեց, օրինակ Ալեքսանդրն ասում է, եթե գազի գինը թանկանա, կամ անդիատումից համ հապի։ Բայց ինչի պետքա գազի գինը թանկանա։ Չէ, մի վայրկյան ինչի պետքա թանկանա։ Մի վայրկյան ես ձեր հետ չեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահը նման ակներ չի արել։ Ձեզ եմ հարցում, ինչի պետքա թանկանա։ Այսինքն ակնարկ Մի վայրկյան, չի հնչել, գազի գինը ինչի պետք է թանկանա։ Մի վայրկյան, դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը պետք է, չգիտեմ, ինչ-որ պայմանավորվածություններ չկատարի, թշնամական գործողություններ կատարի, ինչի համար։ Նման ակնարկ կանում են հայաստանյան որոշ քաղաքական ուժեր եւ նրանց ենթարկվող լրատվամիջոցներ, սիրելի բարեկամներ։ Այս ներողություն, մի ընդհատեկից, ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին, մի վարքյան, ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին, ես թիրախավորելու եմ լրատվամիջոցներին, ուզում եմ բոլորդ իմանաք, որ ձեզնից բոլոր այն լրատվամիջոցները, մի վարքյան, բոլոր այն լրատվամիջոցները ձեզնից, ովքեր թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները, հայտնվելու են իմ թիրախի ներքո։ Հիմիկվանից իմացեք։ Ինչ վերաբերում, ես նույնիսկ չգիտեմ դուք որ լրատվ Շատ լավ, հեչ թափանցիկ չի, ես չգիտեմ ով է ֆինանսավորում, իդեպ շնորհակալ կլինեմ, եթե հայտնեք հիմա։ Դե հայտնեք իմանաք, հայտնեք բոլորս իմանանք, ով է ֆինանսավորում, բայց ներողություն, իմ մայրը խմբագիր չի, մի վարքյան էլի։ Դե հիմա լսեք, ես էլ ձեզ խնդրում եմ նախ ձեզ պահել դաստիարակված, ոչ մի դաստիարակված մարդ չի, մի վարքյան, ուրեմն լավ չի դաստիարակել իմ մայրիկը ձեզ, որովհետև դաստիարակված մարդը երբեք որևէ մարդու չի ասի հարգեք ձեր մոր հիշատակը։ Իսկ հիմա լռեք, այո, ուրեմն ես ցավում եմ, որ իմ մայրիկը ձեզ լավ չի դաստիարակել, բայց ինձ լավ է դաստիարակել։ Հիմա ասենք հաջորդ։ Հիմա լռեք, հա, մի հատ լռեք։ Լռեք։ Ավարտելով թեման, ձեր այս փուչիկը, որը դուք ուզում եք փչել, թե իբր Ռուսաստանի հետ տնտեսական խնդիրներ կա, ես հասկանում եմ դուք ինչ եք այդ փուչիկը ուզում փչել, որովհետև օրինակ Կալուգացի օլիգարխը պատրաստվում է դա դարձնել իր քաղաքական կամպանիայի մաս։ Այդ փուչիկը փչել չի ստացվելու, այլ հարց է։ ասում եք փուչիկ, պարոն Ռուբինյան, բայց Ռուսաստանի փոխվարչապետը ասում է, որ Հայաստանի հետ օրինակ պայմանավորված Ռուսաստանի փոխվարչապետը նման բաներ ասում է 1 տարի առաջ, 2 տարի առաջ, լավ չի, չէ։ Ասեք։ Հայտարարում է, ասում է Հայաստանի Պարոն Ռուբինյանը կարող է դադարեցնենք ճեպազրությունը Ոնց ուզում եք դուք կարող եք հեռանալ։ Ես որևէ խնդիր չունեմ, կարող եք բոլոր այն լրագրողները այստեղ ներկա, ովքեր որ լավ չեն զգում են փաստից, որ ես բարձրացնում եմ իրենց ֆինանսական աղբյուրների հրապարակման հարցը, շատ լավ, բոլոր այն լրագրողները, ովքեր ուզում են լքել այս ճեպազրույցը, ազատ են դա անել։ Խնդրեմ, կարող եք լքել։ Տիկին Ջեբեջյան, կարող եք լքել, բացարձակ ես չեմ նեղվի։ Բացարձակ չեմ նեղվի։ Խնդրում եմ հեռացեք, եթե ուզում եք։ Ես հարցը ստամ։ Շատ լավ։ Մի ընդհատեք ինձ խնդրում եմ։ Ինչ ասեցիք, դուք էլ խնդրում եմ քաղաքական դաշտից, դուք չեք որոշում, դուք չեք որոշում։ Որոշումա ժողովուրդը։ Ժողովուրդը կորոշի ով կհեռանա քաղաքական դաշտից թե ոչ, ու նաև ես վստահ եմ, որ ժողովուրդը կտա մեզ մանդատ այնպես անել, որպեսզի լրագրողները եւ լրատվամիջոցները, որոնք սնվում են տարբեր օլիգարխների կողմից, իրանք ստիպված են լինելու հրապարակել իրենց ֆինանսական աղբյուրները, ու մարդիկ
իմանալու են, թե լրագրողները ովքեր գալիս քաղաքական ելույթներ են ունենում, ոչ թե հարցեր են տալիս, այլ քաղաքական ելույթներ, ում պատվերով են դա անում։ Այնինք մարդիկ իմանալու են, դուք կոնկրետ դուք ում պատվերով եք, օրինակ գալիս տեղ բաներ անում։ Դե լավ, արդեն գնացեք, դե արդեն գնացեք, մի խանգարեք ինձ, Հիմա Ռուսաստանի վարչապետը ասում է իր հարցազրույցում, ասում էր, որ ըստեյության միտքային էր, որ ասում է խոսվում է Հայաստանից ամենաբարձր մակարդակով Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մասին, նորմալ հարաբերությունների մասին, բայց ասում է լինում են դեպքեր, երբ հայկական կողմի հետ պայմանավորվում ենք մի բան, բայց գործնականում այլ պատկեր ենք տեսնում, որպես օրինակ նշում է երկաթուղու հարցը, ասում է մեզ բարձր մակարդակով առաջարկում են կառուցել այդ երկու կտորները, մենք դրական քննարկում ենք եւ դրական արձագանք ենք տալիս եւ դրան հաջորդում է վարչապետի հայտարարությունը հարցազրույցի տեսքով ընդ որում, որտեղ ինքը արդեն այլ առաջարկ է անում առհասարակ կառավարման իրավունք այլ երկրի հանձնելու, սա որպես օրինակ է նշում եւ հաջորդը ասում է եկել է այն մոտենում է Հայաստան այն կետին, երբ մենք պետք է հնարավոր է վերանայենք Հայաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները, համագործակցությունը։ Հիմա դուք ասում եք ամբողջական այս հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հարցերը փուչիկ են Հայաստանի։ Ես այդպես բան չեմ ասում։ Չէ, լարվածություն եւ այլ խնդիրների մասին։ Շատ լավ, ուրեմն այս երկու հայտարարությունները դուք ասեք ինչի մասին են խոսում։ Նախ Ռուսաստանից տարբեր ընդհանրապես համաձայն չեմ եւ դրա մասին շատ է խոսվել, այդ թվում վարչապետն է խոսել, կրկնելու կարիք չեմ տեսնում։ Պետք է ասեմ, բայց այս խոսակցությունները, այս թեմաները նոր չեն, այսինքն նախորդ տարի էլ է խոսվել դրա մասին, դրա նախորդ տարի էլ է խոսվել դրա մասին։ Ինչպես տեսել եք, ոչ մի կատաստրոֆիկ բան տեղի չի ունեցել։ Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է, մենք շարունակում ենք մեր բարեկամական հարաբերությունները։ Մի խանգարեք, հեռախոսով գնացեք հեռու խոսեք, էլ գիտեմ որ շատ դաստիարակված եք, բայց գնացեք հեռու խոսեք։ Եվ մենք շարունակելու ենք շատ բարեկամական մթնոլորտում քննարկել, բնականաբար ոչ բոլոր հարցերի շուրջ եք համաձայն լինելու։ Հիմա օրինակ Ռուսաստանից այլ բաներ են հնչում։ Օրինակ ասում են, որ ասենք, չգիտեմ, Ազատություն ռադիոկայանը վատ գործունեություն է ծավալում Հայաստանում։ Հավանաբար կհիշեք, չէ՞, իրենց արտգործնախարարության խոսնակները, եթե չեմ սխալվում։ Մի քանի ամիս առաջ Ազատություն ռադիոկայանին շատ վատ ձևով էլ բնութագրում։ Հիմա ինչ անենք, փակենք Ազատություն ռադիոկայանը։ Չէ, հիմա ասում են տարբեր բաների շուրջ համաձայն ենք, տարբեր բաների շուրջ համաձայն չենք, բայց դուք կարող եք հանգիստ լինել, չենք փակելու Ազատություն։ Իսկ համաձայն եք այն գնահատականի հետ, որ Հայաստանը գործնականում պայմանավորվում է այլ բան, բայց գործնականում անում է այլ եւ այս ես կարծում եմ, որ ի հեճուկս բոլոր պնդումների, որ Ազատություն ռադիոկայանը Հայաստանում վատ գործունեություն է ծավալում, հակառուսական գործունեություն է ծավալում, մենք այդ որակումներին համաձայն չենք եւ կարծում ենք, որ Ազատություն ռադիոկայանը կարող է ազատ շարունակել իր գործունեությունը պայմանով, որ կհրապարակի իր ֆինանսական աղբյուրները, ինչ անում է, դեպ օրինակ ոչ մի բան չեմ կարող ասել Ազատություն ռադիոկայանի, որտեղ բոլորը գիտեն, որ ԱՄՆ պաշտոնական Երևանի եւ Մոսկվայի միջև եղած հետ կապված։ Ես ասացի, երկաթուղու վերաբերյալ մեր դիրքորոշումները հայտնի են, վարչապետ Փաշինյանը ասել է նաև, որ մենք չենք պատրաստվում Ռուսաստանի մեջ ետևում ինչ-որ բան անել, չենք ուզում որևէ հարց սրել, բայց մենք ունենք կոնկրետ խնդիր եւ այդ խնդիրը քննարկում փուլում է այսքան բան, որևէ չգիտեմ, աշխարհացունց բան տեղի չի ունեցել եւ չի ունենա հանգիստ եղել։ Եթե Հայաստանի շահերին չի բխում ռուսական կառավարումը, այդ ես ձեր բոլոր հարցերին արդեն պատասխանեցի, մանավանդ որ ձեր հարցերի մի մասը դուք ի ուրախություն բոլորիս նաեւ հնարավորություն եք ունեցել տալ։ Անձամբ վարչապետ Փաշինյանին նախորդ շաբաթ էլ էիք տալիս, երբ որ կառավարության նիստից հետո հարց ու պատասխանել բոլոր հարցերին ձեր սպառիչ պատասխանել։ Ռուսաստանի կողմից ասում է դուք իրենք ամեն ինչ անում են, հանում Հայաստանի ամեն ինչ զոհաբերում են։ Իսկ դուք օրինակ Իսկ հանուն Հայաստանի չի պատասխանում զոհաբերի իր ռուսական եւ իբրական անձնագրերը։ բայց ասում եք Դե գուցե սկզբի համար զոհաբերի իր Կիպրոսյան եւ ռուսաստանյան անձնագրերը։ Օրինակ նույն ձև էս ինչ որ թրենդ է, հա, ոնց որ փրկիչների մոտ ամեն մեկը մի 6 երկրի քաղաքացիություն շալակած գալիս են երկիրը բան փրկելու, ասում ես լավ, իսկ գուցե այն Բագրատ
սրբազան շակերտների մեջ չէ, Կանադայի քաղաքացիներ, երբ որ ասում էին գուցե դուք զոհաբերեք ձեր Կանադայի քաղաքացիությունը, չէ, այդպես չէր զոհաբերում։ Այսինքն իրանք ուզում են գան դառնալ վարչապետ, բայց մի հատ պրիմիտիվ օտարերկրյա քաղաքացիությունը չեն ուզում զոհաբերեն, որ այս ժողովուրդը հասկանա, որ լավ, այս մարդիկ կատարածու չեն, մանկլավիկ չեն։ Ում կատարածուն են, պարոն Ռուբինյան։ Չգիտեմ, ում կատարածուն են, հաստատ ոչ Հայաստանի Իսկ ժողովուրդը։ ելույթն ընդհանուր ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք, պարոն Ռոբինյան, ելույթի փաստը։ Ում ելույթ։ Սամվել Ես վստահ Կարապետյանի չեմ, դրանում որ արձարծված դրույթները, Ես օրինակ, վստահ չեմ, որ խաղաղության վերաբերյալ դիտարկումները։ Ես պետք է գնահատեմ այն փաստը, որ նախ ես չգիտեմ իրոք դա արհեստական բանականությունն էր, թե ինքն էր խոսում, բայց եթե ինքն էր խոսում, գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել նրան, ես գնահատում եմ, որ կենթանի է մնացել այդքանից հետո, հույս ունեմ հաջորդիվ, օրինակ ինքը հնարավորություն կստեղծի, որ դուք բոլորով գնաք եւ իրեն հարցեր տաք, չէ՞ որ ինքը ժողովրդավար է, ուժեղ է, շատ ուժեղ է։ Ես վստահ եմ, որ ուժեղ Սամվել Կարապետյանը ոչ մի դեպքում չի վախենա ձեր հարցերից։ Ես վստահ եմ, որ Նարեկ Կարապետյանից ուժեղ Սամվել Կարապետյանը, սա շատ կարևոր է, ուժեղ Սամվել Կարապետյանը չի վախենա պատասխանել Նարեկ Կարապետյանի մեկ հարցից։ Կիրակոսյան, հազար ներողություն աջա։ Նարեկ Կիրակոսյանի մեկ հարցից չի վախենա Սամվել Կարապետյանը։ Ես վստահ եմ, որովհետև նա շատ ուժեղ է։ Ես վստահ եմ, որ Շողիկն էլ հո Կարապետյանը։ Գալստյան։ Շողիկ Գալստյանի։ Ես վստահ եմ, որ Շողիկ Գալստյանի մեկ հարցից չի վախենա ուժեղ Սամվել Կարապետյանը։ Ես վստահ եմ, որ Ռիփսիմե Ջեբեջյանը չի վախենա ուժեղ Սամվել Կարապետյանից եւ կտա 1 կամ 2 հարց։ Ես վստահ եմ, որ Ռիփսիմե Ջեբեջյանը sense կկանգնի եւ մի հատ 10 րոպեանոց քաղաքական ելույթ կունենա ուժեղ Սամվել Կարապետյանի դիմաց, բայց օրինակ այստեղ նստած է Արմատ մեդիայի լրագրողը, որը ֆինանսավորվում է ուժեղ Սամվել Կարապետյանի թիմակիցների կողմից, այ վստահ եմ, որ Արմատ մեդիայի լրագրողը իհարկե մեծ հաճույքով հարցեր կտա։ Մինչ այդ պարոն Ռուբինյան թույլ տվեք ասել, որ Սամվել Կարապետյանն ասում է, որ մի հատեք, գնացեք իր տուն հարցեր տվեք, գնացեք տուն հարցրեք, պարոն Կարապետյան, կամ չգիտեմ ոնց եք իրան դիմում, իր շրջապատն է, չէ՞ ձեզ ֆինանսով։ Գնացեք ասեք, պարոն Կարապետյան, ինչի Ռուսաստան եւ Կիպրոսի քաղաքացիություններից չեք հրաժարվում։ Չէ՞ որ դուք ամեն ինչ պատրաստ եք զոհաբերել հանուն Հայաստանի։ Խնդրում ենք, զոհաբերեք ձեր ռուսական եւ կիպրոսյան պասպորտը, պարոն Կարապետյան։ Ուժեղ առաջնորդ, ուժեղ, գնացեք ասեք։ իսկ մինչ այդ պարոն Կարապետյանն ասում էր, որ ուժեղ բանակցող են լինելու, ուժեղ են լինելու Մոսկվայում, շատ լավ, 20 դուբլից ապա ես ուզում եմ մի հարց բացատրել։ Պեկինում, Եթե եկեք մի պահ ընդունենք, որ Սամվել Կարապետյանի ելույթը այս վերջին հանրավակին իրական է, 50-50 անկեղծ եմ ասում, չգիտեմ, կամ իրական է, կամ ելնելով այն կանխավարկածից, որ բայց եթե բնական է, դա նշանակում է, որ այդ մարդը մի հատ 6 րոպեանոց ելույթը ձայնագրել է 20 դուբլից, այսինքն ակնհայտ է, չէ՞, բոլոր լրագրողները հասկանում եք, որ նախադասություն առ նախադասություն են ձայնագրել։ Ինքը այդ ուժեղ բանակցելը ո՞նց է անելու, այսինքն գնալու է 20 դուբլից բանակցի, գնալու է ասելու է «Здравствуйте, многоуважаемый», այսինչ հետո զգալու է, որ սխալ արեց, հետո նորից է ասելու, հա դուբլերով են անելու։ Հաջորդը, դուք հասկանում եք, չէ՞ որ այդ մարդու ամենապարզ եւ պրիմիտիվ խոսելու ունակությունը կասկածի տակ է, հասկանում եք, ուժեղ առաջնորդի խոսելու ունակությունը ընդ որում ոչ միայն հայերենով, ռուսերենով, չգիտեմ, ճապոներենով, հունարեն չգիտեմ, Կիպրոսի քաղաքացիա չգիտեմ, հունարեն գիտի, չգիտի, գուցե հունարենից է մարդը ուժեղ, թող հունարեն մի հատ ելույթ ունենա, հասկանանք, որ ուժեղ է։ Բայց ինքնին այդ փաստն է կասկածի տակ, ինքը ոնց է բանակցելու։ Ես վստահ չեմ, որ ինքը կարող է բանակցել որևէ մեկի ձեր հետ, ես վստահ չեմ, որ ինքը Նարեկ Կիրակոսյանի հետ կարող է բանակցել, լուր մնաց ինչ-որ մեկի հետ բանակցել։ Պարոն Ռուբինյան, ես ասելի հարց տամ եք։ Չգիտեմ, բայց լավ հարց է, պետք է հարցնել։ Ընտրական օրենսգիրքի փոփոխությունից հետո փաստորեն անձնանում հնարավոր չի ընդգրկել։ Ինչ եք կարծում, իրենք գրանցվել են մյուս անունով, հնարավոր է գրանցման խնդրին, չէ, գրանցվել են ռեգիստրում են մյուս անունով։ Հայամետ սկզբից ճիշտ է ասում, Հայամետը հետո անվանափոխել է։ Խնդիր կարող է առաջանալ ԿՀ գրանցման։ Չեմ կարծում։ Ամենայն դեպս ոչ դեր ասած կոնտեքստում հաստատ չի։ Կներեք, եւ այլն, դուք
Ունենք օրինակ համակարգման գործ, օրինակ հայ-թուրքական հարաբերություններ, ըստ էության այս ընթացքում որևէ ձեռքբերում արձանագրում չունեք, որ կանգնեիք հայ լրագրողների դիմաց ու եթերում ձեր ձեռքբերումներից խոսեիք, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերից մեկին 10-15 բայց դուք եք հարց տալիս ընդդիմադիր ուժերից մեկի մասին, հարց մի տվեք չանադառնա։ Հիմա հարց եմ տալիս հայ-թուրքական հարաբերությունների մասին, ինչ ձեռքբերումներ ունեք, երրորդ երկրի քաղաքացիների համար չէ, ինչ եղավ այդ որոշումը, սահմանները երբ կբացվեն։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում մի շարք քայլեր արվել են արդեն իսկ, եկե հիշեք, եւ որ ամենասկզբում վերաբացվեցին թռիչքները Երևանի եւ Ստամբուլի միջեւ, որոնք դադարեցված էին մի քանի տարի։ Կհիշեք նաեւ, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց ուղիղ ավիաբեռնափոխադրումները հնարավոր դարձնելու մասին, ինչը արված է։ Կա պայմանավորվածություն անի պատմական կամուրջը վերականգնելու մասին գործընթացը, փաստաթղթային գործընթացը ընթացքի մեջ է։ Եվ ճիշտ է, ամենամեծ պայմանավորվածությունը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելն է, ինչի վերաբերյալ մենք մեր կողմից անելիք արել ենք, նկատի ունեմ անցակետի վերականգնումը, լավ լուրն այն է, որ թուրքական կողմից վերջապես այս տարի իրենց կողմից սկսեցին աշխատանքներ տանել անցակետի վերականգնման ուղղությամբ եւ մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը եւ այս առումով ընդհանրապես մեր դաշտում խաղաղությունը հաստատված է, ինչն է խնդիրը, պարոն Խաղաղությունը հաստատված է, բայց գործընթացները պետք է գնան իրենց հունով։ Մեր կողմից որևէ խնդիր չկա եւ մենք ոչ ոք նախապայման կա, պայմանավորվածությունը կա, պետք է իրագործվի։ Փաստաթղթի ստորագրման։ Չեմ կարծում։ Ինչի՞, ամենայն դեպս դա տրամաբանական չէր լինի։ Իսկ դուք Անտալիա մեկնելու եք, ես էլի Անտալիան։ Ես Անտալիա չեմ մեկնել։ Արտգործնախարարը Դե ասեցի էլի Բայց անցածին մեկնել էիք, չէ, պարոն Ռուբինյան։ Սա ինչ որ վերաբերմունք է, իսկ ինչն է պատճառը։ Կարող է իսկապես նեղացել եք։ Սիրելի գործընկերներ, ես ձեր տարբեր տեսակ ձևակերպած նույն հարցին պատասխանելու եմ հանդիպելու օրինակ ձեր գործընկերոջը։ Բայց ես բացարձակ տես բան չասեցի։ Չէ, ես հարցնում եմ։ Դե հիմա բայց դուք ձեր ենթադրությունները հազար ձև կարող եք ձևակերպել։ Ես ձեզ ասացի, Անտալիայի դիվանագիտական ֆորումին կլինի ներկայություն, կիմանաք ինչ մակարդակով, ոնց եւ երբ։ Պարոն Ռուբինյան, ապրիլի 24-ին կառավարական պատվիրակություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու է, թե ոչ։ Բայց ամեն տարի այցելում է, ենթադրում եմ փոխվում ձեր քաղաքական առաջնահերթություններում զուտ Ինչ է փոխվում։ Դե այն որ այլևս ցեղասպանությունը արտաքին քաղաքականության հարցում առաջնահերթություն չէ, ցեղասպանությունը չէ, ցեղասպանությունը միջազգային ճանաչում է։ Ինչ որ մեկը կառավարությունից այլ բան ասել է։ Չէ, բայց մի վարքանի եթե առաջնահերթություն չէ։ Իսկ դուք գնալու եք Ծիծեռնակաբերդ։ Ես ամեն տարի այցելում եմ։ Հա, շատ լավ, ես էլ։ Չէ, ես նկատում եմ ի պաշտոնը, չէ, ի Ես էլ ի պաշտոնե ամեն տարի այցելում եմ բացառությամբ այն տարիներին, երբ որ արտերկրում եմ լինելու գործողման մեջ։ Ոչ մի բան չի փոխվել, կլինի այց։ Բայց ինչի՞ պիտի չլինի։ Այսինքն դուք այնքան եք այդ դուք չէ էլի անձամբ նկատում ես ձեր լրագրողական դաշտը այնքան ես փուչիկը փչել ուրացում որ հիմա դուք սկսել եք ինքը ներողություն հա որովհետև բոլորի գործունեության բանն է այնքան եք փչել ես ուրացում ես իմ ինչ դավաճան էս ինչ ինչ որ ինքներդ սկսել եք այդ աբսուրդներին հավատալ հա Զուտ որ այլևս առաջնահերթություն չի դրա համար Սիրելի Նարեկ, ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև առաջնահերթություն չի եղել մինչև 98 թվականը, Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին։ Բայց դա չի նշանակում մի բան է, երբ որ դու մի բան դնում ես քո թոփ առաջնահերթություն որպես միջազգային քաղաքականության մաս։ Մեկ այլ բան է քո հիշատակի օրը։ Չի մասն է խոսքը։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը Դե որ լսեք հասկանայիք։ Իսկ պարոն Ռուբինյան Քանի որ հրապարակվել են Հա, ես էլ եմ հիմնական մասնավորապես ընդդիմադիր երևակի դրականները աչքի անցկացրել եք ոստանամ այդ ցուցակը։ Ձեր գնահատականը ինչպես է ստացվում, որ երկրորդ նախագահի հաջողության համեմատում օրինակ Բարդավաճ Հայաստանում, սա ինչի մասին է։ Դե տեսեք, շատ քանի քաղաքական շահի մասին է, խոսում թե քաղաքական դաշտը ամլացել է, Դե տեսեք, շատ հատկանշական է, որ փաստորեն կա երագլուխ պատերազմի կուսակցությունը ըստ էության
որոնք են, այսինքն Սամվել Կարապետյանի Զարմիկի գլխավորած ուժը, Սամվել Կարապետյանը դե չի ղեկավարում։ Որովհետև գլխավոր, այսպես ասենք, ավանգարդում այդ երեք ուժերն են գտնվում։ Սամվել Կարապետյանի Զարմիկի գլխավորած ուժը, Ծառուկյանի գլխավորած ուժը եւ Քոչարյանի գլխավորած ուժը։ Պատասխան տվեց։ Մի վարքան, էլի, մի վարքան։ Հիմա ինչ հետաքրքիր իրավիճակա ստեղծում։ Քոչարյանի գլխավորած ուժի առաջին համարն է Քոչարյանը եւ վարչապետի տեխնացուն է Քոչարյանը։ Ծառուկյանի գլխավորած ուժի առաջին համարն է Ծառուկյանը, բայց վարչապետի տեխնացուն Ծառուկյանը չէ եւ բացառիկ know-how համաշխարհային քաղաքականության մեջ։ Իրենց վարչապետի տեխնացուն գախնի է, այսինքն Ծառուկյանը ասում է իմ վարչապետի տեխնացուն գախնի է։ Մի վարքան։ Չէ, օրենքը էլի չի արգելում, բայց նկատի ունեմ, ֆիքսենք էլի, որ առաջին անգամ համաշխարհային քաղաքականության պատմության մեջ մարդիկ որոշել են ընտրություններին մասնակցել թաքնված, պահկված տեխնացույով, հասկանում եք, կարող ընտրություններից, այսինքն Ժորժ ջան, երբ որ դուք ընտրում եք Ծառուկյանի ուժին, իմացեք, որ հետո ով ասես կարող է վարչապետի տեխնացու լինի։ Մի վարքան։ Հաջորդը, բայց Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարն է մարդ, որը 2021 թվականի Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ցուցակով մտել է ազգային ժողով, Անդրանիկ Թևանյանը, երկրորդ համար։ Ասեմ ավելին, Տիկին Էլինար Վարդայանը, որ հենց հիմա Քոչարյանի ուժից պատգամավոր է, Ծառուկյանի ցուցակում է։ Արեգնազ Մանուկյան եւ այսպես շարունակ։ Հաջորդը։ Մի վարքան էլի, Ժորժ ջան, սիրելի բարեկամներ, կթողեք ես հարցս ավարտեմ պատասխանս, հետո կտակ ձեր հաջորդ հարցը, բայց դրա հարց չէ, էլի ռեպլիկ է։ Հետո գալիս է Սամվել Կարապետյանի Զարմիկի գլխավորած ուժը, երկրորդ տեղում, էլի երկրորդ ցուցակում երկրորդ համարը, մարդ, որը Քոչարյանի փաստաբանն է, եւ որը 21 թվականին Քոչարյանի ցուցակով դարձել է պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Հիմա ինչ է ստացվում։ Այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունում իրեկն իրար հետ ունեն իրանց մեջ, քանի հատ վարչապետի տեխնացու, գիտեք, 1։ Որովհետև Ռուսաստանցի օլիգարխը չի կարող լինել վարչապետի տեխնացու, որովհետև ինքը Ռուսաստան եւ Կիպրոսի քաղաքացի է։ Ծառուկյանը ինքը տեխնացու չի, ասում է չեմ ասիով այն տեխնացուն, այսինքն այդ երեք ուժերի մեջ հանրագումարով կա մեկ վարչապետի տեխնացու, Քոչարյանն է։ Հիմա ընդ որում ես այդ ցուցակները որ տեսել եմ, իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրանք ասենց խառնել բաժանել ցուցակ են կազմել, այսինքն ասենց ուղղակի մարդկանց անունները գրել են մարդկանց, ասենց խառնել են, ամեն մեկը ասենց քաշելա ցուցակ են կազմել։ Հա, հատուկ։ Բայց Գագիկ Ծառուկյանը հստակ իմ հարցին պատասխանացեց, որ ինչ ուզում է լինի, թեկուզ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ, դուք հարցը։ Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ տարբերակը լինի այն, որ ինքը պետք է Քոչարյանի օգտին քվեարկի, որ դառնա վարչապետ, չի քվեարկի։ Որ Քոչարյանի, կարող Լևոն Քոչարյանի։ Իսկ կարող Լևոն Քոչարյանի։ Չէ, հարցը Ռոբերտով է հնչել։ Դե հիմա ես ասում եմ կարող Լևոն Քոչարյանին քվեարկի։ Ասում եմ հարցը Ռոբերտով եմ տվել։ Հասկանում եմ, ասում եմ տարբերությունը մեծ է, որ Ռոբերտին չքվեարկի։ Լևոն Քոչարյանի։ Կարող Անդրանիկ Թևանյանին է քվեարկում, դա դες մեծ է տարբերությունը։ Չգիտեմ։ Եթե անունը տան ժողովուրդը չի։ Ընդ որում նաև գիտեք ինչն է շատ հատկանշական, որ Ծառուկյանը ասում է մեզ թարմ դեմքեր են պետք։ Ասենք թարմ դեմքը ով է, Քոչարյանն է թարմ դեմքը, ինքը Ծառուկյանն է թարմ դեմքը։ Ֆիզիկապես գուցե լավ է պահպանվել, բան չունեմ ասելու, բայց ինչով է ինքը թարմ, ասենք Ծառուկյանը ինչով է թարմ, կամ ներողություն, ասենք ռուսաստանցի օլիգարխի ինչն է թարմ, ռուսաստանցի օլիգարխի հարազատ եղբայրը, երբ որ մարտի 1 էր անում, երբ որ Երևանի կենտրոնում 10 հոգի սպանում էին երեկոյան, ռուսաստանցի օլիգարխի եղբայրը ՀԿ խմբակցության ղեկավարն էր։ Դրանից հետո նշանակվել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար։ Դրանից հետո եղել է ՀԿ խմբակցության անդամ, ու եղել է նաև ՀԿ գերագույն մարդ։ Տարեթիվը չեմ հիշի, բայց Իշտղան ասում է, որ տեսել է կոռուպցիոն է դրսևորումները անհամաձայնությունը։ Բայց գիտեք որ խաբել է, ուզում եք ապացուցեմ որ խաբել է։ Ինչպես։ Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբայրը Կարեն Կարապետյանը 2017 թվականին ընտրություններում մասնակցել է ՀՀԿ ցուցակով, ընտրվել է ՀՀԿ պատգամավոր եւ մինչեւ Թավշյա հեղափոխությունը շարունակել է լինել ՀՀԿ պատգամավոր եւ ՀՀԿ անդամ։ Չի միացել, չի։
Այսինքն խափում են, հասկանում եք, ասում է տեսել է, ասում են անհամաձայնություններ ա ունեցել ՀՀԿ-ի հետ։ Ասենք ո՞նց հնարավոր 2017 թվականին անհամաձայնություն ունենալ ՀՀԿ-ի հետ եւ ՀՀԿ ցուցակով դառնալ падգամավոր։ Մնացել է բայց համաձայններ։ Դե ուրեմն թող չասեն, որ չի մնացել։ Այսինքն ՀՀԿ-ի հետ եղել։ Դա նույնն է, որ ես ասեմ, ես Նիկոլ Փաշինյանը որևէ կապ չունեմ։ Ասենք 7 տարի է падգամավոր եմ ԿՊ-ի, ես Նիկոլ Փաշինյանը կապ չունեմ։ Ինձ հարց մի տվեք, ես կապ չունեմ։ Սա մենք կարող Համաձայնությունը լավ հարաբերություններ Կարող ինչ որ հարցեր անհամաձայնություն։ Կարող եմ, բայց ես թիմի հետ եմ, չէ՞։ Այսինքն տրամաբանական չի, չէ՞ որ հիմա ես ասեմ, գիտեք ինչ կա, ես ԿՊ-ի հետ կապ չունեմ։ Ասենք ԿՊ խմբակցության падգամավոր, բայց կապ չունեմ։ Պարոն Ռուբինյան, մի տեսանյութ հրապարակվեց, որտեղ Նիկոլ Փաշինյանի դատարանում ըստ էության դատվում էր Հակոբ Ասլանյանը, պայմանական ասած դատարանում եւ հարց էր տալիս վարչության նիստում։ Եվ հարց էր տալիս պատկերավորը որն է։ Եվ հարց էր տալիս, ասում եք ձեր падգամավոր դառնալու հարցում ձեր ներդրումը ինչ կանա, իմ ներդրումը ինչ կանա։ Եվ Հակոբ Ասլանյանն ասում էր 99.9%-ը ձերն է, պարոն վարչապետ։ Հիմա բոլորին է 99.9%-ով պարտական Նիկոլ։ Օրինակ քանի տոկոս։ Չգիտեմ, ես տենց հաշվարկներ չեմ անում։ Գնա Հակոբ Ասլանյանին կա։ Նիկոլ Փաշինյանը եթե մի օր ձեզ հարցնի, դուք չեմ կարծում, որ ինձ այդ հարցը կա։ Պարոն Ռուբինյան, նախարարը Սերգեյ Գալյան ասում էր, որ սահմանադրության նախագիծը պետք է քաղաքացիական պայմանագրի վարչությունում, հետո խմբակցությունում քննարկվի, որովհետեւ քննարկում այս ընթացքում վարչությունը, խմբակցությունը տեքստի շուրջ ունեցել է։ Աշխատանքային քննարկումներ, բայց դեռ վերջնականացված քննարկման չենք հասել։ Աշխատանքայինը նկատի ունեք վարչությունում եք տեքստը էլի նայում։ Նկատի ունեմ խառը։ Խառը ոնց։ Նկատի ունեմ հիմա ես ձեզ չեմ ասելու, այսինչ օրը քննարկեցինք այստեղ, դե քննարկումները շարունակվում են, երբ որ վերջնական product լինի, մարդիկ վստահաբար կտեսնեն այդ թվում դուք։ Բայց խմբակցությունը թե վարչությունն է անընդհատ։ Ես ասում եմ խառը, ինչ եմ ասում խառը, որովհետև խոսքը պաշտոնական քննարկումների մասին չէ, աշխատանքային քննարկումների մասին։ Հիմա ես ձեզ չեմ ասելու, չէ, երեկում եմ հանդիպել, ինչ եմ քննարկել, եթե խոսքը պաշտոնական հանդիպման մասին չէ։ Երբ որ վերջնական product կլինի, վերջնական տեքստ կլինի, բոլորը կտեսնեն։ Չէ, չկա ու անկախության հռչակագիրը հնարավոր չի հեռացնել։ Եվ դուք նկատի ունեք հղում է հեռացնել, որտեղ անկախության հռչակագիրը կա եւ միշտ մնալու է որպես պատմական փաստացող։ Որ ասում եք չկա տարակարծություն, նկատում եք միաձայն կողմ եք, որ նորում հղում չլինի։ Ես պատասխանեցի ինչքան հերիք էր եւ կարծում եմ հերիքա։ Ինչն է ձեր հարցը։ Որը։ Հնչեցի։ Ինչն է պատճառը, որ եւ Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանի թիմը հուսափում են բացառիկ, ասենք որովհետեւ ուզում եմ, դե ինչն էր պատճառը, որ օրինակ ինչն էր օրինակ ինչն էր պատճառը, որ Մարտուն Գրիգորյանը, որը նույնպես հանգրվանել է Ծառուկյանի ցուցակում, Գյումրիի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասում էր, որ ինքը Վարդան Ղուկասյանին ձայն չի տալու։ Ինչն էր պատճառը, որ ասում էր, տեսեք, այս ԿՊ-ն ուզում է գա Վարդան Ղուկասյանին բերի քաղաքապետ, որովհետեւ ինքը ուզում էր մարդկանց մոլորեցնել, ստանալ քվե, հետո ինչպես տեսակ գնաց ու խմբակցության անդամի պես իր քվեն տվեց Վարդան Ղուկասյանին։ Հիմա նույն ձև իրանք թաքնված, չգիտեմ, ինչ հեքիաթ ասես կպատմեն, իրաց նպատակը հետևյալն է։ Ասել մենք, չէ, ինչ եք ասում, մենք իրար հետ կապ չունենք, օրինակ Ծառուկյանը կասի, չէ, ինչ եք ասում։ Ես ո՞նց կարող եմ Քոչարյանի հետ կապ ունենալ, մարդ, որը ասենք իր կուսակցությունը Քոչարյանի ուղիղ հրանգով է ստեղծել։ Հեռավոր 2007 թվականից հետո մարդ, որը միշտ ընտրություններին պաշտպանել է Քոչարյանին, կամ նույն Սամվել Կարապետյանը պետք է ասի, ո՞նց կարող ենք մենք Քոչարյանի հետ կապ ունենալ, մարդ, որը մուծել է Քոչարյանի գրավը։ Մի վարքյան։ Կամ ասում են, ի՞նչ կապ ունենք մենք Սերժ Սարգսյանի հետ։ Հեչ, ոնց որ իմ աղբերն է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար եղել, կամ իմ աղբերն է ՀՀԿ խմբակցության ղեկավարն եղել։ Իրանք ուզում են կեղծ տպավորություն ստեղծել, որ իրար հետ կապ չունեն, որպեսզի քվեներ ստանան, վերջում կպնեն իրանց սիրելի Գյումրիի սցենարը անել մեկ տարբերությամբ։ Եթե Գյումրիում Գյումրիի սցենարի արդյունքում 6 ամիս հետո Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց կաշառակերության մեղադրանքով, այս դեպքում ոչ ոք չի ձերբակալվելու կաշառակերության մեղադրանքով, որովհետև կաշառակերությունը, ինչպես հին եւ բարի ժամանակներում, դառնալու է ոչ միայն դատապարտելի, այլ նաեւ շատ ողջունելի, ազգահաճո, ազգանվեր, ազգային, հարգարժան գործողություն։ Շնորհակալություն։